Եթերում հեռանկարն է։ Իրանում ցույցերը շարունակվում են մոտ 2 շաբաթ։ Տարբեր աղբյուրներ հաղորդում են ավելի քան 600 զոհի մասին։ Միաժամանակ Իրանն ու Միացյալ Նահանգները հայտարարում են շփումների մասին։ Արդյոք հնարավոր է իրավիճակի հանգուցալուծում։ Այս եւ այլ թեմաներ քննարկենք իրանագետ Կարեն Մկրտչյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, մեր հրավերը ընդունելու համար։ Նախ անդրադառնանք այն տեղեկություններին, որոնք ստացվում են։ Թեև դրանք հակասական են, բայց եւ այնպես, եթե ամփոփենք, ինչպիսին է պատկերը ստացվում։ Շնորհակալություն հրավերի համար։ Իսկապես վերջին ավելի քան 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ շաբաթն է մուտք գործել Իրանում տեղի ունենում հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում տեղի ունեցել հայտնի բախումներ կառավարական ուժերի եւ ժողովրդի տարբեր զանգվածների միջև։ Ընդհանուր պատկերը սա է եւ այնուամենայնիվ այս ամբողջ համապատկերում դժվար է կոնկրետ ինչ-որ բան ասել, որովհետեւ առաջերտին չկա հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն եւ մյուս կողմից էլ եղած տեղեկատվություններ ժամանակ առ ժամանակ շրջանառվում է սոցիալական տարբեր հարթակներում, որոնց հավաստիությունը ինչ-որ իմաստով խիստ կասկածելի է։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ լարվածությունը մեծ հաշվով հասարակական լարումը Իրանում դեռևս շարունակվում է փաստորեն։ Մինչ այս եւս եղել են Իրանում տարբեր տեսակի ցույցեր, տարբեր առիթներով։ Ինչն է պատճառը, որ այս անգամ դրանք ավելի մեծ ծավալ են ընդգրկում, որքան էլ հակասական է, բայց այդ ծավալը կարծես թե տեսանելի է։ Գիտեք, այս անգամ էլ ըստ էության սկզբնական շրջանում, եթե նայենք առաջին շաբաթվա ընթացքում, դրանք ավելի մեղմ ընթացքով էին ընթանում եւ միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում դրանք իրենց գագաթնակետին հասան։ Ինչ որ իմաստով դա պայմանավորված է եւ իհարկե արտաքին միջամտության հետ եւ ներքին այն իրավիճակի հետ, որն առկա է։ Իսկ որն է ներքին իրավիճակը, դա այն է, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական իսկապես ծանր, անխաթար, անմխիթար վիճակ։ Այդ մասին խոստովանել են եւ ընդունել են պաշտոնապես ամենաբարձրագույն պաշտոնյաները իդեմս Իրանի հոգևոր առաջնորդի, այսինքն կա խնդիրների մի ամբողջ փաթեթ, որի մասին ընդունում է նաև կառավարությունը եւ փորձում է ինչ-որտեղ լուծումներ գտնել այս ուղղությամբ։ Այն լուծումները, որոնք առաջարկում է կառավարությունը, արդյոք համոզիչ են, որպեսզի խնդիրը գնա դեպի հանգուցալուծման։ Հաշվի առնելով ավելի քան 47 տարի իսլամական հանրապետության պատմությունը, եթե փորձենք վերլուծել, այս տարի 47-րդ տարին է փաստորեն։ Մի պետություն է, որը փաստորեն գտնվում է Մերձավոր Արևելքի ամենակարևոր տարածաշրջաններից մեկում, ունի ածխաջրածնային պաշարներ եւ այդ ամենը կարծես թե դեպի իրեն են ձգում շատ այլ խաղացողների եւ այստեղ բնավ էլ խնդիրը Իրանի հասարակության խնդիրը չէ, այսինքն մենք գործ ունենք այդ խնդիրներից, ներքին խնդիրներից որոշակիորեն դրսի կողմից օգտվողների հետ, այսինքն թե ովքեր սրանից կփորձեն ինչ-որ շահառուներ ի հայտ գալ եւ փորձել սրանից ինչ-որ օգուտներ ստանալ։ Հիմա 79 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը ըստ էության դուք ակնարկեցիք արդեն ածխաջրածինների մասին, նույն հողի վրա էր եւ այդ ժամանակ բան փոխվեց։ Փակվեց երկիրը դրանից հետո։ Այն ինչ հիմա է տեղի ունենում, արդյոք դրա կրկնությունն է, թե այլ երանգներ ունի։ Իրանի պատմության մեջ առհասարակ տեղի են ունեցել բազմաթիվ հեղափոխություններ, հեղաշրջումներ։ Այդուհանդերձ 79 թվականի իսլամական հեղափոխությունը իր առանձնահատկությունը ունի ոչ միայն Իրանի պատմության, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանի երկրների պատմության, ինչ որ իմաստով համաշխարհային պատմության համատեքստում, որովհետև 79 թվականի հեղափոխության ըստ Իրանի ժողովուրդը մերժեց իսլամական, մերժեց շահական ռեժիմը եւ այդ շահական ռեժիմը, որը գոյություն ուներ ավելի քան 2500 տարի շարունակ, դրանով դուրս եկավ եւ դրանից հետո փաստորեն ստեղծվեց մի պայմաններ, որը հանրապետություն է կոչվում եւ սա փաստորեն կրոնական պետություն է, կրոնապետություն է իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։ Չպետք է մոռանանք այս կարևոր փաստը, որ աշխարհիկ իշխանություններով հանդերձ նա միաժամանակ եւ առաջնահերթ կրոնապետություն է եւ իր դրսեւորումներով հանդերձ այն կարողանում է վերջին 47 տարիների ընթացքում փաստորեն դիմակայել։ Եթե նայենք
նորից պատմական դիսկուրս կատարենք, կտեսնենք, որ դեռևս 1979 թվականից հաջորդած տարիներին արդեն 1980-88 թվականներին տեղի ունեցավ Իրան-Իրաքյան 8-ամյա պատերազմը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաերկարատևն էր։ Սակայն դրանից հետո Իրանը կարողացավ վերագտնել իրեն եւ փաստորեն ըստ էության պատմական փաստերը ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետությունը կարողացավ գոյություն ունենալ կամ ապացուցել իր գոյության իրավունքը։ Ակնհայտ է, փոխվում են ժամանակները եւ նախորդ տարի 80-ական թվականներին տեղի ունեցած իրադարձությունները այսօր գուցե պրոյեկտելը որոշ գործիչներ գուցե չհամաձայնվեն իմ ասացի հետ, բայց մեր ժամանակներում եւս վերջին տասնամյակներում եւս Իրանում այո նմանատիպ ցույցեր եղել են, բողոքի ընդվզումներ եւս եղել են եւ դրանց վերջնահաշվարկով ավարտվել է նրանով, որ փաստորեն Իսլամական Հանրապետությունը եւ նրա առաջնորդները ըստ էության անսասան են մնացել։ Այլ հարց է, որ ներքին եւ արտաքին այսպես դիտանկյուններից իսկ փորձեի նայել այս հարցին։ Տեսեք, ներքին իմաստով ինչ որ ճնշումները շատանում են, սակայն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Իրանը ճակերտների մեջ ասած երբեմն որոշակի զիջումների է գնում։ Այսինքն տեսեք, շատ քննարկվեց վերջին շրջանում, վերջին օրերի ընթացքում ուրվոր ամերիկյան հարձակման մասին, բայց արի ուտես հանկարծ քննարկում կամ միջազգային խոսույթում թեմա է շրջանառվում այն մասին, որ Թեհրանից հնչեց զանգը դեպի Վաշինգտոն։ Այսինքն ինչ որ երկխոսություն է փորձում զարգանալ երկու կողմերի միջև։ Իհարկե, պատերազմական կամ ռազմական հռետորաբանությունը բոլոր ժամանակներում եղել է։ Նույնիսկ այսօր ամենավտանգավոր այո կետին է հասել, բայց նույնիսկ այս պայմաններում իրանական կողմը փաստորեն կարողանում է այդ վերջնագծերի վրա կարողանում է իր շահերը ճշգրիտ հաշվարկել եւ ինչ-ինչ գուցե զիջումների գնալով հանդերձ կարողանա այս վիճակին եւս վերջ տալ եւ փաստորեն ավարտվեն այս ամենը ինչ որ իմաստով այդ ներքաղաքական խնդիրներով հանդերձ։ Իհարկե խնդիրները հատկապես սոցիալ-տնտեսական կշարունակեն մնալ դեռևս մոտ ապագայում եւ դժվար է ասել թե դրանք երբ կլուծվեն։ Արդյոք նկատելի են խնդիրներ, առանցքային խնդիրներ հոգևոր իշխանության եւ աշխարհիկ իշխանության միջեւ, որովհետեւ մենք տեսնում ենք Վաշինգտոնի հետ հարաբերությունները աշխարհիկ իշխանության հետ են։ Ճիշտ եք ասում, բայց այստեղ եւս հետաքրքիր առանձնահատկություն կա։ Նախ Իրանի Իսլամական Հանրապետության դե յուրե տարածքում չկա մի ընդդիմադիր գործիչ ըստ էության, որ լինի եւ իրեն հավակնի ներկայացնելու որպես ընդդիմության միասնական լիդեր։ Սա մեկ։ Երկրորդ, կա այլընտրանքային տարբերակ, դա իդեմս Իրանի նախկին իշխանությունների մասին է խոսքը, շահական ռեժիմի վերջին ուրեմն արքայազնի մասին է խոսքը, որը փորձեր է անում ամերիկյան հասարակությունում ապրելով հանդերձ ինչ որ լիդերի դեր ստանցնել։ Սակայն այստեղ էլի խնդիրներ կան։ Արդյոք իրանական սփյուռքը միաձայն համաձայն է ունենալ իրեն առաջնորդ իդեմս արքայազնի։ Այստեղ եւս վիճարկելի է եւ նույն այդ սոցցանցերում երբեմն այլ կարծիքներ են ի հայտ գալիս, որոնք փորձ են անում այլ լիդերների գուցե առաջ մղել, բայց նրանք դեռ առայժմ լռում են։ Ինչ վերաբերում է հենց բուն Իրանում, Իրանի իշխանություններին, ըստ էության նրանք գործ ունեն ինչ որ մասսայական զանգվածների հետ եւ նրանք չունեն հիմնական առաջնորդ, որի հետ իրանական իշխանությունը պատրաստ լինի նստելու եւ բանակցելու։ Այսա շատ կարեւոր առանձնահատկություն է։ Ուրեմն եթե այդ շարժումը ձևավորվել է, այդ շարժումը ավելի շուտ պետք է ունենա իրեն առաջնորդը բուն Իրանի տարածքում եւ ոչ թե դրսից։ Սա կարծում եմ հիմնական առանձնահատկություններից մեկն է եւ խոչընդոտը կարող է դառնալ այս բոլոր շարժումների, որպեսզի դրանք չզարգանան, որովհետեւ ցանկացած շարժում Իրանի դեպքում մասնավորապես անհրաժեշտ է որ ունենա իր առաջնորդը։ Մինչդեռ հակառակ կողմը, որը կրոնապետական համակարգով երկրի ղեկավարությունն է փաստորեն, իդեմս նրա ղեկավարի Խամենեիի, ունի հստակ ծրագիր, ունի հստակ կառավարություն, նախագահ եւ այս անձնակազմը, եթե կարելի ասել կամ կառավարության կաբինետը ըստ էության ամփոփող է իր դիրքորոշումներում երկրի տարբեր զարգացումների հարցում։
Հիմա անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին եւ ընդհանրապես Հայաստանի վրա ազդեցությանը, այն որ մեր հարևան երկիրն է Իրանը եւ Իրանի հետ Հայաստանն էլ ունի շատ լավ հարաբերություններ, որոշակիորեն այս իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանի նաեւ մեզ վրա, ինչպես։ Նախ անհրաժեշտ է նշել, որ հայ-իրանական հարաբերությունները ոչ միայն միջպետական, այլ ընդհանրապես ժողովուրդների միջև հարաբերությունները հայտնի է, որ ունեն հազարամյակների պատմություն եւ դրանք հիմնականում բարեկամական բնույթի են եղել։ Դրա լավագույն ապացույցն է եղել նաև 1990-ական թվականներին, 2000-ական թվականներին տարբեր իրավիճակներում, երբ որ Հայաստանը հայտնվում էր աշխարհակահաղական դժվարին իրավիճակներում, հայ-իրանական հարաբերությունները ցույց տվեցին, որ դրանք ոչ միայն կարող են աշխատել, այլ նաև դրանք տարածաշրջանում վերածվեցին գործոնի, այսինքն ֆակտորի ձևավորվեցին։ Եվ սա շատ չափազանց կարևոր ուրեմն ելակետ պետք է ընդունենք։ Ակնհայտ է, որ Իրանում ցանկացած փոփոխություն ոչ միայն չի բխում Հայաստանի շահերից, իսկ կցանկանայի նաև մի քիչ առավել ընդլայնել թեման, նաև տարածաշրջանի մյուս պետությունների շահերից եւս չի բխում թույլ Իրանը, որովհետեւ Իրանը ինչ որ իմաստով հակակշիռներ է ստեղծում տարբեր պետությունների հետ փոխհարաբերություններում եւ այս տեսակետից հզոր Իրանը կամ կայուն քաղաքականապես կայուն Իրանը իհարկե ձեռնտու է բոլոր հատկապես Հայաստանի Հանրապետությանը կնշեմ, տեսեք նույնիսկ զարմանալու կարող է լինել, բայց այսօր այս պահի դրությամբ, եթե ավելի կոնկրետանանք, նույնիսկ Իսրայելը իր ռազմական հռետորաբանությունը հիշեցրել է, այսինքն նախորդ տարվա հունիսի 12-օրյա պատերազմը որոշակի ազդեցություն է ունեցել նաև այս երկրի հետ գոնե հասարակական հարաբերություններում, որտեղ հասարակությունը պատրաստ չէ նոր պատերազմի եւ ինչ որ փաստորեն խնդիրներ ունենա տնտեսական կյանքում։ Մյուս կողմից նույն Թուրքիան էլ պակաս խնդիրներ չունի, թեկուզ հենց վերցնենք քրդական խնդիրը։ Բավական է, եթեով խոսանք պայմանական խիստ ճակերտավոր, Իրանում ինչ որ թուլացում իրավիճակի քրդական գործոնը միանգամից բարձրանալու է, որը ձեռնտու չէ նաև Թուրքիան։ Այսինքն Թուրքիայի շահերը այս պահին գոնե ստիպում են հաշվի առնել նաև Իրանի այն ստատուս քվոն, որը առկա է այսօր, չասեմ հզոր, բայց գոնե այն կայուն վիճակը, որ կա, գոյություն ունի։ Շատ լավ է, որ տարբեր շահեր տարբեր կերպ կարող են արտահայտվել, բայց որքանով է հնարավոր ձեռնտու լինելը մի բան է, որքանով է հնարավորը մեկ այլ բան է, որքանով է հնարավոր այդ կայունությունը պահպանելը ներկայիս պայմաններում։ Տեսեք, առնվազն այս պահի դրությամբ իրանական իշխանությունները տիրապետում են երկրի ամբողջ փաստորեն տարածքային ամբողջականությունը եւ երկրում այդ ներքաղաքական լարվածությունը որոշակի անկում է ապրում։ Սակայն հնարավորությունները մի տեսակ կանխատեսումները իհարկե այսօր դժվար է կատարել, որովհետև ամեն պահի ինչ որ նոր զարգացումներ տեղի ունենում են եւ ինչ որ իրավիճակների փաստորեն տեկտոնական այդ շարժումները որոշակի անդրադարձ կարող են ունենալ նաեւ հենց նույն իրանական հասարակության վրա եւ այս տեսակետից որոշ դեպքերում ինչ որ իմաստով դժվար է վերջնական եզրահանգման գալ, հաշվի առնելով շատ նուրբ հարցեր այստեղ։ Նկատի ունենալով այն, որ Իրանը արդեն իսկ շփումների գնացել է Միացյալ Նահանգների հետ եւ նաեւ առաջարկներն են քննարկվում Թեհրանում, որ պարագայում ձեր կարծիքով երկու կողմերն էլ այսպես ասած գոհ կմնան այն գործարքից, որը հնարավոր է։ Կարծում եմ լիարժեք գոհ մնալու մասին դժվար խոսք լինի, հարաբերական իմաստով գուցե ինչ-որ հարցերում իրանական կողմը զիջումների գնա, հատկապես միջուկային զենքի հետ կապված հայտնի գործարքներում, որը կարող է ամերիկյան կողմին որոշակի բավարարվածություն առաջացնել եւ քարոզչություն անելով այն մասին, որ ամերիկյան կողմը վերջապես կարողացավ զսպել իրանական միջուկային ծրագիրը։ Նման գուցե ինչ-որ զարգացումներ կամ նման քարոզչություն հնարավոր է։ Սակայն դրանից ավել իրանական կողմը չեմ կարծում, որ այս պահին պաշտոնական Թեհրանը կարող է զիջել։ Ինչ վերաբերում է ածխաջրածիններին, քիչ առաջ ձեր նշանակը, արդյոք ածխաջրածինների հանգամանքը, օրինակ ինչպես Վենեսուելայի դեպքում կարող է առաջնային լինել գործարքի հարցում։
չեմ բացառում, որովհետև սա կարևոր գործոն է եւ նավթագազային ռեսուրսներով հարուստ Իրանը սա որոշակի գործոն կարող է հանդես գալ եւ ավելին ասեմ, հենց նույն Իրանի արքայազնը այդ մասին նշեց, որ կոչ էր անում նավթագործարանների բանվորներին, աշխատակիցներին աշխատանք չանել, գործադուլ անել եւ փաստորեն խնդիրը նաեւ հենց այստեղից է գալիս ինչ որ իմաստով եւ բնական է իրանական ածխաջրածինների մուտքը, այսպես ասած, միջազգային շուկա, որը ներկայումս որոշ չափով փաստորեն սանկցիաների տակ է գտնվում, որոշակի իրավիճակ կփոխի եւ այս տեսակետից անհրաժեշտ է փաստորեն այս հարցին լուրջ նայել այն իմաստով, որ իսկապես սա կարող է դառնալ գործարքի թեմա։ Իսկ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը շատ է սիրում գործարքներ գնալ եւ ինձ թվում է այս հարցում չի բացառվում գործարքի գնալով հանդերձ դա իրեն կդառնա արդեն որոշակի համոզիչ փաստարկ նաեւ աշխարհին ներկայացնելու համար, որ ինչպես լուծվեց վենեսուելական հարցը, այնպես էլ իրանականը, չնայած նշեմ, որ դրանց միջև ահռելի տարբերություններ կան։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը իրանագետ Կարեն Մկրտչյանն էր։